Ես ինչ վերաբերում է կոմպրոմատներին, ես չգիտեմ ում վրա ինչ են գտել, եթե գտել են, ուրեմն թող գնան ապաշխարեն, եթե չեն ապաշխարում, Աստծո առաջ չեն ծնկում, սատանայի առաջ են ծնկելու, թող գնան ու ապաշխարեն, ես էլ եմ մարդ, գուցե շատ սխալներ ունեմ, բայց թող գա մի բան գտնեն ին վրա, թող գան, եթե անիրավ փորձեն դասարկեն, ուրեմն պատասխանելու են, արդարության թող գա մի բան գտնեն, թող գան ասեն ես գոմանարար ես, սեռական կապ ունես, ես, թող գա մի բան չեն կարող գտնեն, ուրեմն եթե մարդը ասուն լքելա գնացելա չի մտածել պատասխանատվության մասին, ուրեմն այսօր թող գնա մտածի դրա մասին, թող գնա Աստծո առաջ ծնկի մեղագա, խոստովանի մեղքերի թողություն տա, երբ որ կկանչենք ասեն տես, թող ասեն մենք Աստծո առաջ խոստովանել ենք, հիմա եթե հրապարակի, բայց գնանք մի քանի գերեզմանի փոս քանդի, գուցե պետք գա, երբ որ Աստծո առաջ արդարացում է մարդը, արդեն ուրիշ մարդը չի կարող ոչի բան անի, թող գնան արդարանան, ու ամենամեծ հաղթանակը կլինի սա, այդ կոմպրոմատները չեն աշխատել դեպքում, հրեշը կպարտվի դեպքում, երբ մենք Աստծո հետ հաշտում ենք նա ով է, Տեր Ահարոն, շատ կարևոր բան եք ասում, ուղղակի, բայց պիտի ես ցավով արձանագրեմ, որ այո, կոմպրոմատները իրենց դերը ունեցել են, եւ Փաշինյանին հաջողվեց իր կողքը հավաքել այն մարդկանց, ովքեր մեղմ ասած տխուր անցյալ ունեն, սխալներ են ունեցել բավական շատ մեղքեր, մենք շատ լավ գիտենք, թե Նավասարդ Կճոյանի հետ կապված այդ պատմությունները, ես չեմ ուզում ձեզ հետ իմ զրույցի ժամանակ այդ մեղքերին իրենց անդրադառնալ, բայց բոլորս շատ լավ գիտենք Վազգեն Միրզախանյանի մեղքերը, եւ իրենք նաեւ մեր երկրի համար են շատ վատ բաներ արել, ցավում եմ, որ մենք ունեցել ենք մեր ներսում այդպիսիները, որովհետեւ մենք ունենք այդ մարդկանց կողքին փայլուն հոգևորականներ, փայլուն եպիսկոպոսներ եւ arczepiskopոսներ եւ նաեւ ձեր նման Աստծուն, երկրին, հայրենիքին, մեր եկեղեցուն ծառայող հոգևորականներ եւ ես պիտի հատուկ ձեզանից շնորհակալություն հայտնեմ միշտ պայքարող եւ միշտ ազնվախոս լինելով այո ձեր տեսակն էլ կա փառք ու պատիվ ձեր նման հոգևորականներին եւ կարծում եմ հենց այդ տեսակով է նաեւ եւ մեր հավատավոր ժողովրդով է որ կայուն ու ամուր է մեր եկեղեցին